Հունվարի 28-ը հայոց բանակի կազմավորման օրն է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է եղել բանակի օրվա առթիվ։ Խորհրդարանի նախագահն ու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Ներդրումային քաղաքականության առումով Հայաստանը արաբական աշխարհի համար հուսալի գործընկեր է։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երրորդի այցով կատարում էր։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները դատապարտում են Լաչինի Միջանցքի արգելափակումը։ Կքննարկվի Լաչինի Միջանցքի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման գործընթացը։ Սիրելի հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բանակի օրվա առթիվ։ Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ եւ ապրել ծանր ու օրհասական ժամանակներ։ Այս ամբողջ ընթացքում բանակի կողքին են եղել մեր հայրենակիցները։ Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից, որտեղ շունչները պահած չեն աղոթում մեր տղաների համար։ Մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են եւ առավել քան երբևէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք։ Այս հարցում ջանքեր չենք խնայելու։ Հանուն խաղաղության եւ բարեփոխված զինված ուժերի Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում։ Շնորհակալություն մեր երկրի պաշտպանության համար օր ու գիշեր սահմանին կանգնած տղաներին, շնորհակալություն նրանց սպասող ընտանիքներին։ Հավերժ խոնարհում բանակի կայացման ակունքներում ընկածների հիշատակին, հավերժ փառք պատերազմներում անմահացած քաջերին։ Հայոց բանակի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ, կառավարության անդամներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին։ Ազգային ժողովի նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ Հայաստանի տոնացույցում հունվարի 28-ը նշվեց կարմիրով։ 3 գունդ է ստեղծվել այդ օրը Երևանում, Վանաձորում եւ Լուսակերտում։ Եվ արդեն սկսվել է արդեն մեր զորքերի ձևավորումը։ Ես նրանց բոլորին ամանական ճանաչում եմ մինչև իրենց հոդացավը եւ ամբողջ տեխնիկան գրեթե ձեռքով շոշափել են։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ինչ որ պահի ըստ Անդրանիկ Քոչարյանի կառավարման մեջ թույլ տված սխալների արդյունքում շեղվեց բնագծից։ Վերջին շրջանում մենք տեսել ենք պատերազմներ, քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ, մենք տեսել ենք նաև մեր հաղթանակների մսխումը, մենք տեսել ենք անտարբերություն եւ հիմա եկել է ժամանակը, որպեսզի մենք նորովի նայենք մեր պարտության պրիզմայի միջով, թե ինչպիսին պետք է լինի այն բանակը, որը որ պետքա մեր երկիրը պահի անվտանգ, որովհետև բանակն է, որ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է լինելու։ Անդրանիկ Քոչարյանն ընդգծում է, պետք է բանակը շատ սիրել ու փայփայել, երբեք չտրվել սադրանքների, չգործել ի վնաս պետության եւ ուղղորդված թիրախավորումներ չանել։ Մի փոքրիկ առիթ եւ սատկած բորենիները գլուխ են բարձրացնում։ Թիրախ դարձնելը ոչ մի լավ բանի չի բերում։ Այսօր ես կարդում եմ Վազգեն Սարգսյանի արդեն վարչապետ եղած ժամանակ տված հարցազրույցը, որտեղ մի դրվագ էր ասում։ Ասում էր ոնց կարելի է, ասենք Շուշիի հաղթանակի օրը մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ անեն։
Պատգամավորը հավելում է, հաջողելու եւ հաղթանակներ գրանցելու համար պետք է ճիշտ ապրել եւ սխալների ուղումը կատարել ժամանակին։ Բանակը սխալների արդյունքում կորցրել է իր մարտունակությունը։ Անձնական սխալների, ընչաքաղցության, անձնական ամբիցիաների, պետականության չընկալման տարբեր ժամանակահատվածներում տարբեր կառավարիչների կողմից 18 թվականի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նաև ընթացքի հնարավորություն է տվել, որ մենք շարժվենք այն ճանապարհով, որը մեզ կպահի հաջողությունների գագաթնակետին։ Արվում եւ արվելու է հնարավորն ու անհնարը ժամանակի սպառազինությանը համապատասխան գերպրոֆեսիոնալ անձնակազմ ունենալու եւ Հայաստանի զինանոցը համալրելու ուղղությամբ, նշում է Քոչարյանն ու հավելում։ Պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար իրականացվում են նաեւ օրենսդրական լուրջ փոփոխություններ։ Մենք ընդունեցինք մի շարք օրենքներ, մեկը մյուսից բխող, տրամաբանորեն փոխկապակցված, որը միտված է հենց վաղվա բանակ ունենալուն։ Այս տարի էլ մենք ունենանք նորից փաթեթի լրացումներ, որը կավելացնի կրթության բաղադրիչը, կավելացնի ծառայության որակի բարձրացման բաղադրիչը, կավելացնի մրցակցությունը սպայակազմում, կլինի ոչ թե փոխփոխված համազգեստը կամ զինատեսակը, այլ կլինի այն մարդը, որը ինքը գիտակցում է իր կարևորությունը երկրում եւ հասարակությունը լրիվ այլ ձև կերաբերվի իր զինվորականին, նաեւ որևէ հարց չի առաջանա, որ արու զավակ ունեցողը երբեք չի մտածի երեխային դեռ չծնված Հայաստանից անի։ 2023-ի համար կառավարությունը շեշտակի ավելացրել է պաշտպանության բյուջեն, այն կազմել է 500 միլիարդ դրամից ավել։ Դարձյունքա նրա, որ այնուամենայնիվ մեր երկիրը գնում է ճիշտ ճանապարհով, բայց դուք ամեն օր, երբ որ մտնում եք Facebook-յան տիրույթ, տեսնում եք, որ կա մի հատ այսպես տեղեկատվական զորք, որը կռվում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Անվստահություն սերմանելով մեր ժողովրդի մեջ, բանակի բյուջեն շատ անգամ ավելացել։ Իմ ասում եմ փող ունեք, բաց զենք է, մնում է բացատրենք զենքը որտեղից են գնում եւ ինչի համար եւ ոնց է գալու։ Եվ բոլորը սկսեն այդ ճանապարհները փակել։ Բանակի 31-ամյակը եւս մեկ առիթ է արժևորելու մեր ունեցած ձեռքբերումները եւ վերացնելու արատավոր երևույթները, փաստում է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու մատնանշում կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, որի առանցքում նոր սերնդի բանակաշինությունն է ու դրան միտված համալիր գործողությունները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Կատարի պետություն կայացած երրորդի աշխատանքային այցի առանցքում երկկողմ փոխգործակցության հարցերն էին։ Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մաջլիս Ալ-Շուրայի նախագահ Հասան բին Աբդուլլա Ալ-Ղանիմի հետ հանդիպմանը։ Համոզված եմ, հայ-կատարական համագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի, եւ ես որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը, իշահ մեր եղբայր ժողովուրդների, ասել է Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանի նախագահը մանրամասներ ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից։ Կատարցի գործընկերը ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ Անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին, արաբ գործընկերը նշել է, որ իրենց համար անընդունելի են կրոնական ու ռասայական խտրականության ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները։ Կողմերը արձանագրել են, որ դրանց դեմ պայքարում խորհրդարանները մեծ անելիք ունեն, մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության վերաբերյալ։ Կարևորվել է խորհրդարանական դիվանագիտությունը եւ այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ Տուրիզմ, առողջապահություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սրանք այն ոլորտներն են, որոնք առավել հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար։ Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդը համոզված է, Հայաստանը ներդրումային քաղաքականության առումով հուսալի գործընկեր է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է զարգացող ոլորտներում ներդրումային համագործակցության առաջարկները եւ հավելել, որ դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հանդիպմանը կողմերը անդրադարձել են ներդրումների ներգրավման համար իրականացված օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության օրակարգի մշակման համար։ Համագործակցության մեծ հնարավորություն կա գիտակրթական, մշակույթի, առողջապահության ոլորտներում։ Կատարի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ Ալ-Քուարիի հետ հանդիպմանը Ազգային ժողովի նախագահը անդրադարձել է երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարին։ Հայաստանում կա
շատ հետաքրքիր մի կառույց, որը կոչվում է Մատենադարան։ Այն հանդիսանում է հին գրերի ուսումնասիրման կենտրոն, եւ մենք բավականին մեծ քանակությամբ նաեւ արաբերեն հին գրեր ունենք այնտեղ։ Կարծում եմ շատ հետաքրքիր կլինի միասնական այդ գրերի ուսումնասիրությունը, ինչպես նաեւ դրանց ցուցադրումը։ Հիմնադրամի տնօրենի խոսքով կկազմվեն առաջիկա հնարավոր համագործակցության նախագծերը, որոնք կքննարկվեն համապատասխան ոլորտների հայ պատասխանատուների հետ։ Հայաստանում սպասում ենք Կատարի պետության էմիր Նորին մեծություն Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի պատմական այցելությանը։ Ցանկալի կլինի այցից առաջ որոշակի առարկայական ծրագրեր մշակել, եզրափակել է Ալեն Սիմոնյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել ոլորտում հնարավոր ներդրումների նպաստող կարևոր օղակների վերաբերյալ։ Ֆուտբոլ սիրում են բոլորը։ Հայաստանում այն ևս ամենադիտարժան ու ամենատարածված մարզաձևն է, նշել է Ալեն Սիմոնյանը Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ Թանիի հետ հանդիպմանը, հավելելով, որ ենթակառուցվածքի զարգացման ներդրումների խնդիր կա։ Խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ աշխարհի խաղերի կազմակերպումը մեծ մարտահրավեր է Կատարի համար, ինչը պատվով ընդունեց երկիրը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են աշխարհի առաջնությունից անմիջապես հետո սպորտաձևում իրականացվելիք ծրագրերը։ Ալեն Սիմոնյանը զրուցակցին է փոխանցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկը առաջիկայում Հայաստան-Կատար ազգային հավաքականների ընկերական խաղ անցկացնել։ Առաջարկը սիրով ընդունվել է։ Հայ-կատարական բարեկամական խմբերի փոխգործակցության խթանման հարցերն են քննարկել ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Դոհա մեկնած Հայաստան-Կատար բարեկամական խմբի անդամները իրենց գործընկերների հետ։ Կատարա-ասիական բարեկամական խմբի հետ հանդիպմանը միջխորհրդարանական հարաբերությունների համատեքստում ընդգծվել է փոխայցերի նշանակությունն ու օրենսդիրների առանցքային դերը։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու բարեկամական խմբերի միջև ստորագրվելիք հուշագրի տեքստի պատրաստման աշխատանքների շուրջ, դա շատ դրական քայլ եմ համարում։ Պիտի ասեմ նաև, որ Կատարի մեր գործընկերներին հրավիրել եմ Երևան եւ հույս ունեմ այդ հրավերը նրանք կընդունեն եւ մոտ ժամանակներում կժամանեն Երևան, որտեղ էլ արդեն իսկ գուցե պատրաստ լինի հուշագրի տեքստը եւ կստորագրենք այն։ Նշվել է, որ Կատարի խորհրդարանում արդեն ստեղծվել է Կատար-Հայաստան բարեկամական խումբը։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության խնդիրներին։ Նշվել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Սրան զուգահեռ ներկայացրել եմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անցած տարի մեկնարկած գործընթացը եւ նաեւ ասել, որ մենք մեծ հույս ունենք, որ Կատարը ունենալով բավականին լավ հարաբերություններ Թուրքիայի հետ իր կարողությունների չափով կաջակցի կարգավորման այդ գործընթացին։ Կողմերը քննարկել են նաև տնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորել եմ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, որը շատ կարևոր կամուրջի դեր է կատարում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցում եւ նաեւ նշել, որ նմանատիպ մի կամուրջ էլ արդեն կարող է հանդիսանալ Երևանում Կատարի դեսպանության հիմնումը եւ հույս հայտնել, որ մոտակա ժամանակներում դրա ականատեսը կլինենք։ Համատեղ ջանքերի շնորհիվ հայ-կատարական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթևակողեն, վստահեցրել է բարեկամական խմբի ղեկավարը։ Հունվարի 22-ից 28-ը Ստրասբուրգում կայացավ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Այս անգամ էլ օրակարգը հագեցած էր։ Ռուս-ուկրաինական հակամարտությունից բացի եվրոպացիների քննարկումների առանցքում էր Բաքվի վարքագիծն ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Առաջին օրը նախ 91 ձայնով Լաչինի Միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ հարցն ընդգրկվեց օրակարգ։ Ազգային ժողովի փոխնախագահ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծն ու Ալիևի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ կոչերը։ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է նաև սուլթանական այդ պետության ղեկավարի կողմից իրականացվող մեկ այլ արատավոր երևույթ։ 100 տարուց մի քանի տարի ավելի պատմություն ունեցող Բաքուն իրեն հարմար ձևով խմբագրում է պատմությունը։
The President of Azerbaijan, Mr. Aliyev, Ալիևը Հայաստանն անվանել է Արևմտյան Ադրբեջան։ Այս ռևիզիոնիստական եւ ծավալապաշտական տերմինը մտել է Ադրբեջանի պաշտոնական խոսույթ։ Դա վկայում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիան շարունակելու ակնհայտ մտադրության մասին։ Սա չպետք է ընդունելի լինի։ Հայ պատվիրակները փաստարկված ներկայացրել են վերջին զարգացումները։ Արմեն Գևորգյանը փաստել է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել այլոց եւ հատկապես հայերի դեմ։ Այնինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ չէ։ Խոսքը Եվրոպայի քաղաքակրթական ինքնության մասին է, հավելել է պատգամավորը։ Շարունակելով Ադրբեջանի բռնությունների ներկայացումը Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության սարսափելի դեպքերին։ Ինչպես եւ նախատեսված էր հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը քննարկեց Լաչինի միջանցքի արգելափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ հարցը։ Իհարկե Ադրբեջանի պատվիրակներն իրենց համախոհ պատգամավորների հետ փորձեցին կասեցնել հարցի քննարկումը, սակայն չհաջողվեց։ Ռուբեն Ռուբինյանը փաստել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է ու հիշեցրել։ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրել է փաստաթուղթ, որում նշված է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ տեղաշարժը։ Խոսելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մասին, ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանն անջատել է նաեւ Լեռնային Ղարաբաղի գազն ու էլեկտրականությունը։ Բաքուն, ինչպես միշտ Եվրոպայի աչքին փորձել է Երևալ քաղաքակիրթ ազգ ու հերքել իրողությունները, սակայն չի հաջողվել համոզիչ խաղալ։ Այս անգամ մթնոլորտը կառույցում ի նպաստ հայերի էր։ Շատ մեծ դեր դա համար իհարկե ունեցել է նաև Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևը, որ ընդունվեց 19 հունվարին, եւ դրանից բխած նաև այստեղ մթնոլորտը այդ առումով փոխվել է։ Սա հստակ ցույց է տալիս, որ ի վերջո մեր Արցախի հայրենակիցների հերոսական պայքարը տալիս է լուրջ արդյունքներ միջազգային դաշտում։ Շրջափակումը հերքելու, խամաճիկ բնապահպանների անմեղությունն ապացուցելու, Ադրբեջանի փորձերը կանխելու համար հայ պատվիրակներն առաջարկել են փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք։ Իհարկե ելույթ ունեցողների մեջ կային Ադրբեջանի պատվիրակները, որոնք փորձում էին մոլորեցնել հանրությանը, բայց հստակ դա ապարդյուն փորձ էր։ Եվ ինչ ունեցանք արդյունքում, ունեցանք ուրեմն քաղաքական խմբերի ելույթներ, որոնք կոչ արեցին ապաշրջափակել միջանցքը եւ մեր բարեկամ երկրներից եւ ոչ միայն առհասարակ ինձ թվում է, որ սա մի հարց է, որի շուրջ կոնսենսուս կա, որ մարդու իրավունքները վեր են բոլոր գեոպոլիտիկ օրակարգերից եւ միջանցքը պետք է ապաշրջափակվի։ Քննարկումների առանցքում է եղել նաև հայ ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց հայրենիք վերադարձնելու հարցը։ Հայկ Մամիջանյանն էլ իր ելույթում շեշտել է, որ Արցախի ժողովուրդը պետք է ապրի հայրենի հողում եւ ունենա ինքնորոշվելու իրավունք։ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները հարցի քննարկումն ավարտվել է վեհաժողովի բոլոր քաղաքական խմբերի հստակ դիրքորոշմամբ։ Ադրբեջանը պարտավոր է կատարել իր պարտականությունները, Լաչինի միջանցքով մարդկանց եւ բեռների տեղաշարժը անարգել պետք է ապահովվի, բոլորը կոչ են արել, որպեսզի համապատասխան առաքելություն մեկնի Լաչինի միջանցք տեղում իրավիճակին ծանոթանալու համար, բոլորը ըստ էության դատապարտել են Ադրբեջանի գործողությունները, դիտարկելով այն որպես ընդհուպ ցեղասպանական մտադրություն պարունակող գործողություններ։ Սա էր ԵԽԽՎ-ում քննարկված հարցի եւ հիմնական արտահայտված ելույթների տրամաբանությունը։ Կառույցի բյուրոն քննարկել է նաև Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը։ Հանգուցալուծումը հուսանք, որ շատ ավելի վաղ կլինի, քան մյուս նստաշրջանը, որ նախատեսված է ապրիլին, բայց համենայն դեպս խոսքը գնում է հումանիտար հետևանքների մասին, շրջափակման հումանիտար հետևանքները իհարկե պետք է իրավական եւ քաղաքական գնահատականների արժանանան եւ այս տեսանկյունից չափազանց կարեւոր է այն, որ մենք ըստ էության հասանք նրան, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձևավորվեց ըստ էության կոնսենսուս այս հարցի վերաբերյալ։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը տեղի կունենա ապրիլի 24-ից 28-ը։
Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի Միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ հարցեր են քննարկել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ու մեր երկրում Շվեյցարիայի համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը։ Էդուարդ Աղաջանյանը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ճգնաժամային իրավիճակը կանխելու հարցում կարևորել է միջազգային գործընկերների դերակատարությունը։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, ընդգծվել է բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտությունը։ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են բազմակուսակցական ժողովրդավարության, Նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի ու ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ։ Հայաստանում նախատեսվում է իրականացնել քաղաքական կուսակցությունները հանուն ներառական ժողովրդավարության խորագրով ծրագիր։ Խմբակցությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների ընթացքում հյուրերը ներկայացրել են ծրագրի նպատակը, հիմնադրույթներն ու սկզբունքները, ժողովրդավարական մշակույթ ձևավորելու իրենց տեսլականը։ Ներկայացվել է կուսակցությունների պատմությունը, անդրադարձ է կատարվել իշխանություն ընդդիմություն հարաբերություններին։ Հայաստանում խնամատարության ինստիտուտի զարգացումը կարևորվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների եւ Շանհայի երեխաները նախագծի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը։ Հանձնաժողովի նախագահ Հերիկ Նաստիգրանյանը նշել է, որ երեխաների դաստիարակությունն ու խնամքն ընտանեկան միջավայրում այլընտրանք չունի եւ պետք է շարունակական ջանքերն ուղղել կանխարգելելու երեխաների մուտքը հաստատություններ։ Նա անդրադարձել է մեր երկրում այդ ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Շանհայի երեխաները նախագծի ներկայացուցիչները մանրամասնել են Չինաստանի խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի կազմակերպման հաջողված փորձը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հայտարարությամբ։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որի հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։ Արդեն 5 տարի է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը հունվարի 24-ը հռչակել է կրթության միջազգային օր, կարևորելով կրթության նշանակությունը համաշխարհային խաղաղության եւ կայուն զարգացման ապահովման գործում։ Ինչ վիճակում է կրթությունը Հայաստանում, ինչ է արվում մրցունակ կրթություն ունենալու համար։ Աշնանը մենք ընդունեցինք մինչև 2030 թվականի կրթության ռազմավարությունը, որտեղ ներկայացված են թե խնդիրները, որոնք շատ մեծ ծավալի են եւ շատ խորը խնդիրներ գոյություն ունեն եւ թե դրանց լուծման ուղղությամբ կատարվելիք քայլերը առաջիկա տարիներին։ Խնդիրներից մեկը բնագիտական առարկաների ուսուցման ցածր որակն է, որի ուղղությամբ կառավարությունը արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշումները եւ բնագիտական առարկաների ուսուցիչները լրացուցիչ վճարներ կստանան, ինչի շնորհիվ հնարավոր կլինի էապես բարձրացնել աշխատավարձը, դպրոցների պայմանների, բուհերի պայմանների, բոլոր պայմանները նկատի ունեմ, շենքային, լաբորատոր եւ այլն, դրանց ուղղությամբ կատարվելիք քայլեր նախատեսված են, դրանց թվում է նաև այդ բուհերի միավորման հարցը, որը բավականին մեծ աղմուկ հանեց, բայց խնդիրը իրականում առաջնային խնդիրը բարձր միջազգային ստանդարտներին համապատասխանող բուհեր ունենալն է, որ մենք ցավոք սրտի ոչ մի հատ չունենք։ Բավականին շատ օրենքներ են ընդունվել կրթության հետ կապված, այս տարվա եւ հաջորդ տարիների համար նախատեսված անելիքները նույնպես շատ են։ Կրթությունը երեխաներին առաջարկում է ելք աղքատությունից եւ ճանապարհ դեպի խոստումնալից ապագա, սակայն ամբողջ աշխարհում մոտ 265 միլիոն երեխա հնարավորություն չունի հաճախելու դպրոց կամ այն ավարտելու։ Պատճառները տարաբնույթ են՝ աղքատություն, խտրականություն, զինված կոնֆլիկտներ, արտակարգ իրավիճակներ ու կլիմայի փոփոխության հետևանքներ։ Արդեն 44 օր հազարավոր երեխաներ Արցախում զրկված են կրթություն ստանալու իրենց իրավունքից։ Պատճառը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի ապօրինի փակումն է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով այնտեղ հումանիտար ճգնաժամ է։ Անթույլատրելի է կրթության իրավունքի նման ոտնահարումը։ Կրթության ընդհատումները խիստ բացասական հետևանքներ են ունենում։ Պետության տեսանկյունից երբ որ նայում ենք, տնտեսության աճը խիստ ուղիղ կապ ունի նրա հետ, թե ինչպիսի կրթություն են ստացել քաղաքացիները։ Իսկ կրթությունը շարունակական process է, սկսած նախադպրոցականից մինչև բարձրագույնը եւ ամեն մի բաց թողած հնարավորություն
ազդեցություն է ունենում ընդհանուր բոլոր ոլորտներում։ Օրերս կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական նամակներով դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին եւ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին։ Նախարարը բարձրացրել է միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի եւ կրթության իրավունքի խախտման խնդիրը, ինչը անդառնալի ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա։ Սիրելի հայրենակիցներ, անցնող շաբաթ տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ։ Մենք ականատեսը եղանք հերթական անհասկանալի նշանակումներին եւ պաշտոնանկություններին, իշխող ռեժիմի կողմից հանրային դաշտ նետված տարբեր հնչեղ օրակարգերի։ Բայց այս իրադարձություններից որևէ մեկը չունի այնքան ազդեցություն մեր բոլորիս կյանքի վրա, որքան այն իրադարձությունները, որոնք այս օրերին ծավալվում են Արցախում։ Սիրելի հայրենակիցներ, շուրջ 50 օր է Արցախը շարունակում է մնալ ամբողջական շրջափակման մեջ։ Արցախցիների հետ մեր բոլոր շփումները, Արցախի մեր հայրենակիցների հետ ամենօրյա կապը ցույց է տալիս մեկ բան։ Արցախում հասկանում են, որ սա միայն իրենց հարցը չէ։ Արցախում հասկանում են, որ իրենք դիմագրավում են բոլոր դժվարություններին հանուն աշխարհում ապրող բոլոր հայերի անվտանգության։ Արցախում հասկանում են, որ եթե իրենք զիջեն, հաջորդը լինելու է Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը եւ այսպես շարունակ։ Այս օրերին լույս, գազ, միրգ, տարբեր սննդատեսակներ, դեղորայք չունեցող արցախցիները միայն ցանկանում են զգալ, իմանալ, որ աշխարհի մյուս ծայրերում եւ մայր Հայաստանում ապրող հայերը եւս պատկերացնում են թշնամու նպատակները եւ գիտեն, որ մենք մեկ ազգ ենք եւ մեր պայքարը մեկն է։ Սիրելի հայրենակիցներ, մեր թշնամիների համար իսկապես չկան արցախցիներ կամ երևանցիներ, դիմադիրներ կամ ընդդիմադիրներ, կան հայեր, որոնք Թուրքիան եւ Ադրբեջանը համարում է թշնամիներ։ Ուստի այս պայմաններում Արցախն է, որ մեզ ցույց է տալիս ստեղծված իրավիճակից միակ ելքը։ Արցախը այս օրերին մեզ ցույց է տալիս, որ երբ դու ինքդ պատրաստ ես պաշտպանել քեզ, չհանձնվել, գտնվում են նաև քո պայքարին աջակցողներ եւ քեզ սատարողներ։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, այս օրերին ամեն հնարավոր կերպ Արցախին աջակցելը, մեր ապրումակցումը դրսևորելը, Արցախում ստեղծված իրավիճակի մասին պատմելը մեր բոլորի սպարտականությունն է, որովհետև Արցախը պաշտպանելը ընտրություն չէ, պարտականություն է, որովհետև պաշտպանելով Արցախը պաշտպանում ենք Հայաստանը։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, նախևառաջ ցանկանում եմ ցավակցություններս հայտնել հունվարի 19-ին Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքներին, հարազատներին։ Իրապահ մարմինները ամեն ինչ անելու են, որպեսզի այս սարսափելի միջադեպի բոլոր հանգամանքները բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն։ Այս առիթով քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները։ Օրակարգային առաջնային խնդիրը Լաչինի միջանցքի հետ կապված ճգնաժամն է, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերները։ Այս ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտությունը անում է առավելագույնը, որպեսզի բարձրացնի պետության դիմակայունությունը։ Եվրոպական խորհուրդն համաձայնություն է ձեռք բերել 2 տարով Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաներում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը եւ ապահովել նպաստավոր միջավայր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ անվտանգությանը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ընդունվել է մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցը, որը ողջունում է Հայաստանի ժողովրդական զարգացման զգալի առաջընթացը։ Քվեարկությամբ ընդունվեցին զեկույցում հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները, որտեղ կոչ է արվում Ադրբեջանին շուտապույտ ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Բանաձևում մասնավորապես ասվում է. Վեաժողովը նշում է հանձնաժողովի շարունակական ուշադրությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացումներին։ Վեաժողովն իգիտություն է ընդունում Մարդու իրավունքների դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ եւ կոչ է անում դատարանի կողմից որոշված միջանկյալ միջոցների անհապաղ եւ լիարժեք իրականացումը։ Համագումարը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը հայ ռազմագերիների եւ քաղաքացիական գերների շուրջ, որոնք դեռևս կալանավորված են Ադրբեջանում։ Վեաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։ Հայաստանի պատվիրակության ջանքերով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում առանձին քննարկում եղավ Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները թեմայով։
Լրաժողովի անխտիր բոլոր քաղաքական խմբերի դիրքորոշումը հստակ է։ Լաչինի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից, գործ ունենք հումանիտար ճգնաժամի հետ, Լաչինի միջանցքը պետք է անհապաղ ապաշրջափակվի։ ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը։ Իհարկե, քանի դեռ Լաչինի միջանցքը բաց չէ, այս աշխատանքը պետք է լինի շարունակական։ Եվ եւս մեկ անգամ կոչ եմ անում ընդդիմության, քաղաքացիական հասարակության, հայաստանյան եւ սփյուռքի անհատներին եւ կազմակերպություններին շարունակել մեր համատեղ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ։ Շնորհակալություն։